Այսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մամեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը, որոշում այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալաշուքյուր Փաշազադեն։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ որոշման մասին է խոսքը։ Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի է ունեցել Ղազիների խորհուրդ, որի այդ նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, Իռևանի Ղազիաթը։ Խոսքը այն շիայական հիերարխիայում կառուցվածքի մասին է, այսինքն այն Ղազիաթը սովորաբար միավորում է մզկիթներ եւ ենթակա է մուֆթիին։ Այսինքն քրիստոնեական աշխարհի հետ զուգահեռ անցկացնելու դա թեմ է, հա։ Նշեմ, որ Երևանում ժամանակին 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին իսկապես Ղազիաթ եղել է, գործել է, սակայն երբեք որևէ առնչություն չի ունեցել այն տարածքների հետ, որոնք այսօր Ադրբեջան են համարվում։ Այսօր էլ Երևանում կա մզկիթ, սակայն այդ մզկիթը այցելող շիաները անգամ պատկերացում չունեն, որ կարող է Բաքուն ինչ-որ հավակնություններ ունենալ իրենց հոգևոր շահերը ներկայացնելու հետ կապված։ Ուրեմն այդ պաշտոնում, ինչպես իրենք են ասում, նշանակվել է Ոման Բախտիար Նաջաֆովը։ Պարզել են, որ նա Ադրբեջանի հոգևոր վարչության պետի տեղակալն է, ծնվել է Սիսիանի շրջանում, Հայաստանում, եւ հատուկ է նրանով, այսինքն աչքի է ընկել ժամանակին դրանով, որ գիրք է գրել հայերի մասին։ Այդ գրքի վերնագիրը, կարծում եմ, ուշագրավ է, կոչվում է Թշնամու դեմքը։ Եվ այս նախաձեռնությունը ակնհայտ է, որ պետական նախաձեռնություն է, այլ ոչ թե Փաշազադեի անձնական գաղափարը, այդ մասին է վկայում նաև այն, որ այդ Ղազիների խորհրդի նիստում ներկա էին պետական այրեր, նաև ելույթներ են ունեցել, օրինակ խորհրդարանի падգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր ելույթում ասել է, որ այս նախաձեռնությունը քննարկվելու է նաև երկրի խորհրդարանում եւ որ պետք է օրենքների մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն Իռևանի Ղազիությանը իրավական այսպես կարգավիճակ տալու համար։ Դժվարությամբ եմ պատկերացնում ինչ կապ ունի օրենքը, պետությունը, խորհրդարանը մի երկրում, որում կրոնական կազմակերպությունները առանձնացված են պետությունից։ Ինչևէ, Ֆազիլ Մուստաֆան ասել է, որ Իռևանի Ղազին պետք է ծառայի արևմտյան ադրբեջանցիների ձայնը աշխարհում հնչեցնելու համար։ Նա ասել է, որ պետք է հասնեն նրան, որ Իռևանի Ղազին որպես արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ ստանա դիտորդի կարգավիճակ իսլամական կոնֆերանս կազմակերպությունում։ Այսպիսով արվել է հերթական, այսպես սադրիչ քայլը, որի նպատակն է ներգրավել կրոնական կազմակերպությունները Հայաստանի դեմ տարվող այս կեղտոտ քարոզչական պայքարում, որի նպատակն է Հայաստանի սուվերեն տարածքի անեքսիան։ Իսկ ինչպես է սրանց հետո Փաշազադեն շարունակելու խոսել խաղաղասիրության մասին։ Հենց այս Ղազիների նիստում Ալաշուքյուր Փաշազադեն թույլ տվեց իրեն աննախադեպ նենգություն պարզապես սադրիչ եւ կեղտոտ հայտարարություններ հայրաքելական եկեղեցու հասցեին։ Նախ Էջմիածինը նա անվանել է Ուչմիածին եւ ասել է, որ դա պատմական ադրբեջանական տարածք է եւ հայտարարել է, որ Էջմիածնի եւ Կիլիկիո աթոռների միակ նպատակը դա այլ ազգերի ժառանգությունը սեփականացնելն է եւ թշնամանք, ռևանշիզմ եւ արճակատում քարոզելն է։ Ուրեմն ասել է, որ հայկական եկեղեցին այժմ ծրագիր է փայփայում պատրաստում, որի նպատակը հետևյալն է, ես գրեթե բառացի եմ մեջբերում, երբ դադարի հայկական պետականությունը գոյություն ունենալ, փորձել պահպանել Էջմիածնում հայկական եկեղեցին Վատիկանի պես ինչ-որ կարգավիճակ ունեցող, այնուհետ բառացիորեն մեջբերում եմ, այդպիսով հայկական եկեղեցին ունի նենգ նպատակ շարունակել իր գործունեությունը մեր պատմական հողերի վրա, ասել է Ալաշուքյուր Փաշազադեն։ Սա նրա առաջին այսպես վիրավորական հայտարարությունը չէ ուղղված հայկական եկեղեցուն, բայց կարծում եմ այսպիսի նենգություն վաղուց իրեն թույլ չի տվել եւ միջազգային տարբեր եկեղեցիների ղեկավարները փոխանակ գնահատական տան այս ամենին
շարունակում են երկխոսել այդ անձի հետ։ Օրինակ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլը ընդամենը մի քանի շաբաթ առաջ Փաշազադեի հյուրն էր Բաքվում եւ կրկին ակնարկում էր, որ պատրաստ է միջնորդի դերը ստանձնել Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեվոր առաջնորդների միջև։ Ու կարծում եմ, այսպիսի հայտարարություններից հետո ինչ որ երկխոսության մասին խոսելը արդեն ավելնորդ է։ Արտյոմ Ալիևն էլ երեք նորից խոսել է Արևմտյան Ադրբեջան այդ գաղափարի մասին, կարծում եմ այս երկու իրադարձությունները պատահականորեն չեն համընկել։ Իհարկե պատահական զուգադիպություն չէ, որ այդ միջոցառումը անց է կացվել նույն այն օրը, երբ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավունքը կոչվող միջազգային կոնֆերանսում։ Այդ ելույթում նա ասել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ եւ պարզաբանի, թե ինչպես է պատրաստվում կազմակերպել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենիք։ Մեկնաբանելով այս հայտարարությունը Հայաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Անի Բադալյանը ասել է, որ Հայաստանում ոչ մի արևմտյան Ադրբեջան չկա եւ որ արևմտյան Ադրբեջանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններում։ Իմ կողմից հիշեցնեմ, որ արևմտյան Ադրբեջան է կոչվում իրականում Իրանի հյուսիս-արևմտյան նահանգը եւ յուրաքանչյուր հիշատակում արևմտյան Ադրբեջանի մասին Բաքվի իշխանությունների կողմից դա սադրանք է եւ մարտահրավեր է ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին։ Շնորհակալություն, Արտյոմ։